Ինձ թվում է դա ամբողջը սենց իրար հետ գումարած, համակարգված կյանքի նկատմամբ սերն է ու կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, կյանքը բացահայտելու մեջիդ այդ ավիյունը, թե դու ինչքան ես ուզում կյանքը բացահայտես։ Իսկ կյանքը բացահայտել դա հենց ոդքասթի սկզբում նշեցինք, դա նշանակում է ինքներս մեզ ճանաչել ու մոտենալ դեպի Աստծո։ Ու այդ մեծագույն գիրքը, որը որ մեր մեջ որպես մատոր աշխատում է, ինքը գնում է որսի, որ հասկանա թե մեզ այդ ընթացքում ինչ է հարկավոր։ Մեզ հարկավոր է, չգիտեմ, կամք, հարկավոր է առողջություն, հարկավոր է ամուր մարմին, հարկավոր է պայմաններ, թե ֆիզիկական, թե կենցաղային, հարկավոր է ֆինանսական վիճակ։ Այդ դրանցից որոշները ներքին, որոշները արտաքին պայմաններ են։ Բայց երբ որ դրանց հանրագումարը դու վերցնում ես գումարում իրար, դու ստանում ես մի հատ կոնգլոմերատ, որը որ քեզ կարա թույլ տա ու ասի գնա դեպի քեզ, որովհետև երբ որ գնում ես դեպի քեզ, առերեսվելու ես ահռելի մեծ թվով ցավերի, այդ ցավերի մեջ մեկ ոտը ծոտա տալու գնալու ես, հետո պետք է կարենաս հելնես կանգնես, կամքը հարկավոր, ֆինանսական վիճակ, որ միտքդ ուրիշ տեղեր զբաղված չլինի, ոնց ապրեմ, ոնց օրվա հացս վաստակեմ, պայմաններ, որտեղ որ բնությունդ քո որպես մարմին իր անհրաժեշտ վիտամինները, իր անհրաժեշտ արևը, լույսը, էսենը կստանա, օրինակ։ Այդ ամեն ինչը որ գումարում ես դու իրար, դու ստանում ես մի հատ բռունցք, որը եկել հասել է սրան, որովհետև ոչ կամք սարքելն է մի օրվա գործ, ոչ ֆիզիկական ամուր մարմին սարքելն է մի օրվա գործ, ոչ ֆիզիկական ու ֆիզիկական չէ, ֆինանսական ու կենցաղային վիճակը ամուր ու կայուն վիճակի բերելն է մի օրվա գործ, ոչ էլ այն պայմաններում ապրելը, որտեղ որ դու քո համար հատկանշական էլեմենտները ստանում ես, դա մի օրվա գործ չի։ Դրա համար դու կյանք ես տալի։ Ու երբ որ դու այդ պայմանները վաստակում ես, ու ասում ես, «Всё, գնա քո աշխարհ»։ Քեզ արդեն ոչ մի բան այնտեղ չի կարա սպառնա, որ դու այնտեղ չկարողանաս բացահայտես այն ամեն ինչը, որ դու ուզում ես։